Պատերազմի մեկնարկը, արկերի պայթյուն, հրահանգներ, հակահարված, ռադիոկապով զեկույցներ հրամանատարությանը։ Էդուարդը 2020-ի սեպտեմբերի 27-ը դիմավորել է դիրքերում։ Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանն ավարտելուց հետո 2020-ին տեղափոխվել էր ջրական, որտեղ նշանակվել էր դասակի հրամանատար եւ անցել մարտական հերթապահության։ Ես անձամբ իմ դասակի եւ մեր 6-րդ վաշտի անձնակազմի հետ եղել ենք առաջնագծում 101 դիրքերից մինչեւ 108 դիրքերը Արաքսի Աչաթևյան հատվածով։ Մինչև պատերազմը սկսվելը զինվորներն ու սպայակազմը ականատես են եղել, թե ինչպես է թշնամին ակտիվ ամրաշինական աշխատանքներ կատարում, իսկ թե ինչու հետախուզությունը դրան չի արձագանքել, պարզ չէ։ Ֆիզիկապես կարողացանք դիրքերը պաշտպանել 3 օր, մեր Աչաթևյան մասը, որտեղից որ հակառակորդը ճեղքում է ունեցել, մեր ամբողջ վաշտը եւ մեր պաշտպանության հենակետը ընկնելու էր շրջափակման մեջ։ Ուստի վերադասարանատարության կողմից հրաման ենք ստացել լքել դիրքերը եւ ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել։ Մարտերը շարունակել են լելեթեփե բարձունքին հարակից դիրքերում եւ հոկտեմբերի 3-ին ստիպված են եղել նահանջել նաեւ այդտեղից։ Մինչեւ դա հասցրել են էական վնասներ տալ թշնամու զորամիավորումներին։ 9-րդ պաշտպանական շրջանի 5903 զորամասը ունեցել է 1500 անձնակազմ, 10 տանկ եւ մի քանի MTLB։ Մարտնչել է հակառակորդի 100-ավոր տեխնիկայի դեմ մեր տղաները խոցել են 83 տեխնիկա, ունելով 10 տանկ։ Դրանից հետո իրենք որոշել էին էքսկավատորի ակտիվ գործողության որոշ հատվածներ, ուրեմն խորացնեին, որ զրահատեխնիկան այդ մասերով առաջ շարժվեր, ավելի մոտենար մեր առաջնագծին։ Տարածական վերլուծությունների փորձագետ Այսեր Ղազարյանը սեփական նախաձեռնությամբ ձեռք է բերել եւ ուսումնասիրել ամերիկյան արբանյակներից արված արխիվային պատկերները, որոնցում 2020-ի մարտադաշտն է։ Դրանցում ֆիքսված տվյալները որոշ դեպքերում տեղափոխել է ֆիզիկական քարտեզների վրա։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ ուրեմն ավտոմատ հաշվարկված արկափոսերն են 90 մմ եւ ավելի խոշոր չափով եւ տեսնում ենք, որ դրանց հիմնական առույցի մասը ուրեմն առաջնագծից մեր կողմի վրա է մոտարապես 34000, եթե չեմ սխալվում, մենակ ֆուգասային ուրեմն արկափոս են։ Մինչև 10-12 կիլոմետր խորությամբ աշխատել են նրանց հրետանային համակարգերը, սելեկտիվ ընտրովի թիրախավորված աշխատել են նաև մեր մարտկոցների ուղղությամբ։ Այսինքն առաջնագծի մեր պաշտպանները ենթարկվել են ահռելի հրետանային ճնշման։ Մեր հրետանային մարտկոցները ստիպված են եղել ոչնչացնել մեծաքանակ հարձակվող տեխնիկան, իսկ նույն պահին թշնամու հրետանին մնացել է անվնաս։ Որևէ արկափոս այս հատվածում չկա, ավելին նրանք այնքան վստահ են զգում, որ այս տեխնիկան ուղղակի սպասում է, այսպես ասած, հարձակման հրամանի, որ շարժվեն առաջ։ Օդը թշնամու տիրապետության տակ էր։ Պատերազմի առաջին իսկ օրը հակառակորդի ստորաբաժանումները ԱԹՍ-ների միջոցով մեծ վնաս հասցրին թե մեր զորքին, թե զինտեխնիկային։ Անձնակազմում սկզբում եղել է 14 հոգի իմ դասակում, հետո համալրվել են ուրիշ դասակներից 3 հոգի են ավելացել, ընդհանուր թիվը դասակից եղել է 17։ Մինչև հոկտեմբերի 23-ը անձնակազմում ունեցել եմ 11 կորուստ։ Թե ԱԹՍ-ի հիմնականում ԱԹՍ-ի հարվածներից։ Թշնամու ԱԹՍ-ները գրավել էին մեր երկինքը մի պարզ պատճառով։ Արցախում այլևս չկար հակաօդային պաշտպանություն։ Ադրբեջանական կողմը նշում է, որ այսպիսի տեղաբաշխում է եղել ասայի եւ արդյունքում նշում է, որ մոտավորապես 23 ասա-հոբ համակարգ ոչնչացվել է եւ մի քանիսը դրանցից առգրավել են։ Իզուլի քաղաքի ուրեմն տարածքում տեսնում եք ասաների տեղաբաշխում, քիթ տեղաբաշխում մոտավորապես 100 մետր հեռավորության վրա մեկը մյուսին, տեսնում եք նաեւ խոցումների օրը 27-ին, սեպտեմբերի 28-ին, 27-ին Հավանաբար պատասխանատու զինվորականները հասկացել են, որ ասաները արդյունավետ չեն իսրայելական ԱԹՍ-ների դեմ եւ դրանք իրար մոտ են տեղակայել, որպեսզի գոնե մեկը մյուսին պաշտպանեն։ Հենց պատերազմի ընթացքում պարզվեց, որ մեկ այլ համակարգ էլ արդյունավետ չի աշխատում։ Խոսքը մոբիլիզացիայի մասին է։ Պատրաստված ռեզերվը հաշված օրերի ընթացքում պետք է համալրեր Արցախի հարավային թևի դիրքապահ ստորաբաժանումները, որպեսզի թույլ չտրվեր առաջնագծի ճեղքում։ 24 կամ 48 կամ գոնե 72 ժամ հետո պիտի նոր ստորաբաժանումներ գային եւ այդ ամբողջ պաշտպանության ճակատը իրանք պահեն, լրացնեն։ Մոբիլիզացիոն զորքերը բաշխվել են անգրագետ կերպով։ Տարածքին բացարձակապես չեն տիրապետել, համապատասխան մարդիկ իրենց համապատասխան ինֆորմացիա չեն տվել տարածքի, տեղանքի մասին, թե ինչպես պետք է դասավորվեն, ինչ խնդիր պետք է կատարեն։
Այդ ամեն ինչը զինվորների եւ միջինից ցածր սպայական անձնակազմի ուսերին էր դրված։ Առաջապահ ստորաբաժանումները ըստ կանոնակարգի ռեզերվային ուժերով համալրելու փոխարեն պատերազմի հաջորդ օրերին իշխանության կոչով սկսեցին առաջնագիծ ուղարկել կամավորականներին եւ նույնիսկ պրոֆեսիոնալներին ընդգրկեցին նույն այդ հոսքի մեջ։ Կայացած երկրում կայացած բանակ ունեցող 20 տարի եւ ավել ծառայելուց հետո ինչ է նշանակում սպան գնա կամավոր կրվի, եթե ես տվյալ զորամասում, տվյալ պաշտոնի նշանակված եմ։ Մատաղիսի զորամասի վրա կցագրված է։ Ես չեմ հասել Մատաղիսի զորամաս։ Պարզապես մարդիկ որոշեցին համապատասխան պաշտոնյաներ Արցախում, որ մենք ովքեր Մատաղիսի վրա կցագրված ենք, չպիտի գնանք այնտեղ։ Պիտի գնանք Մարտակերտ։ Այնտեղ, որտեղ մոբն ու կամավորականներն ընդգրկվել են կանոնավոր բանակի ստորաբաժանումների կազմում, կարողացել են ներդաշնակվել զորքին, չեն դասալքել։ Եթե մենք ամեն ջոկին 2 կամ 3 քաղաքացիական, որ եկել է եւ այո, ինքը որպես այդպեսին պատրաստված չի, բայց ջոկի հրամանատարը կա, որին իր ջոկը ենթարկվում է, ինքը գալիս է միանում է 7 կամ 8 հոգուն, այսինքն ինքը մի փոքր մասն է կազմում եւ նույնիսկ այդ տարիքով մարդը կարծում եմ ամոթուց էլ չէր թողա գնա 18 տարեկանին։ Առաջնագծի մեր զորաջոկատների եւ զինտեխնիկայի շարժին խանգարել է եւս մեկ գործոն։ Մի բան, որը ակնհայտ է դարձել արբանյակային պատկերների վերլուծության արդյունքում։ Առաջնագծից մինչև մեր հրթիռ հրետանային մարտկոսների այդ հատվածի գյուղատնտեսական հողերի մշակման փաստն է, Ղարախանբեյլի հատվածն է, նույնիսկ միջտնային հատվածները վարված են, այսինքն հողը սևացված է։ Սրա հետևանքով տարածքը դարձել է միասեռ եւ ցանկացած օբյեկտի, այդ թվում առաջնագիծ շտապող մեր զինտեխնիկաներին եւ զինվորներին թշնամական ԱԹՍ-ները արագորեն ֆիքսել են։ Իզուլից դեպի մինչև Արաքսի հովիտ հիմնականում կանաչով արդեն ցույց է տրվում այն դաշտերը, այն արտերը, որոնք որ մշակվել են մինչև պատերազմի առաջին օրը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ թշնամին ուղղակի հեշտությամբ այսպես գտնում էր եւ օգտագործում էր այն ուղիները, անցուղիները, որոնցով կարելի էր առաջ շարժվել առանց ականաձերծման լուրջ աշխատանքներ իրականացնելու։ Մի խոսքով, առաջնագծում ի սկզբանե անձնակազմի անբավարարության եւ մեր զորքերի շրջանում մեծ կորուստների հետևանքով առաջացած բացերն այդպես էլ չեն փակվել։ Անձնակազմի պատշաճ համալրում չի կատարվել եւ հոկտեմբերի սկզբին տեղի է ունեցել հարավային ճակատի ճեղքում։ Արցախի միակ հատվածը, որտեղ թշնամուն հաջողվել է առաջ շարժվել։ Բայց ջրականում այդ օրերին մատնչող մեր զինվորները հերոսության եւ կամային հատկանիշների դասևորման գերազանց օրինակներ են ցույց տվել, որի մասին գրեթե չի խոսվում։ Կարելի է ասել, որ խնդիրը կատարվել է գերազանց, եթե հաշվի առնենք ուժերի հարաբերակցությունը, դու ինչքան անձնակազմով ինչքան ես կանգնացրել, քանի օր։ Փաստացի քարտեզներով հակառակորդը 7-8 օրվա ընթացքում առաջ էր եկել ընդամենը 1.3-1.5 կիլոմետր։ Հիմնականում հենց այս ճակատում բարձրագույն հրամանատարության կողմից թույլ տրված կոպտագույն արմատական սխալների հետևանքով է զարգացել ադրբեջանցիների ռազմական հաջողությունը։ Ակնկալելի էր, որ հակառակորդը ջրականով է գալու։ Չեմ կարող իրոք ռացիոնալ ինչ-որ բացատրություն տալ, թե ինչու այդտեղ համապատասխան կերպով մինչև պատերազմը չհամալրվեց բանակը, այսինքն մեր անձնակազմը ինչու չհամալրվեց, այդքան կենթանի ուժ չէի կենտրոնացնի ջրականի հարթավայրի ուղղվածությամբ, հետ կքաշեի զորքերը գոնե երկրորդ էշելոն արալերան բնագծով, իմ ակնկալվածից ավելի վատ գնային գործերը պետք էր քաշվել հետ հադրութ եւ հակառակորդին ջարդել իրեն համար ոչ բարենպաստ տարածքում։ Գուցե մի օր հայ մասնագետները գրեն աշխատություն Արցախյան երկրորդ պատերազմի մասին, որը կկոչվի իշխանություններին ուղղված, ինչպես չի կարելի պատրաստվել պատերազմին եւ հրամանատարության ուղղված, ինչպես չի կարելի վարել պատերազմը։ Խնդիրն այն է, որ մեզ հենց հիմա է անհրաժեշտ նման աշխատություն։ Թիկունքում Երևանն է, աղմկոտ, փոշոտ, բայց խաղաղ։ Մարդիկ գնում են աշխատանքի, կազմակերպում են իրենց հանգիստը, այն հատվածում Եռաբլուրն է, այնտեղ թաղված են մարդիկ, ում շնորհիվ հիմա Երևանում խաղաղ է։ Բայց եթե մենք Արցախյան վերջին պատերազմից դասեր չքաղենք, ապա ոչ Երևանում, ոչ էլ Հայաստանի այլ հատվածներում այլևս երբեք խաղաղ չի լինի։ Արմեն Աթալյան, Վահրամ Ավոյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։